տեսել։ Հիմա այդ տեղամասը, չէ, այդ տեղամասը չէ, մյուս տեղամասում։ Կարող ենք։ Հայո, կանեք ցավոք սրտի շատ ենք տեսել։ Բարև ձեզ։ Որ չենք կերնի մենք եմ մտնենք, բայց ներով սկանցնի կարտել։ Խարանցի մեր թողանցեն, օպերատը մեր թողանցեն։ Բարև ձեզ, ինչ եք աշխանդվում։ Մաս մարդիկ սեփական։ Մենք ձեզ ցույց տանք նկարները, որտեղ այդ պարան։ Ես հավատում եմ, ես տեսել եմ։ Ժորդը տեսել եմ, հիմա պաստառները կան։ Մենք գործընթացները ուղղորդում էին հավանաբար գործընթացները, հիմա չկա։ Ժորդ ինձ եք հարցում, նկարները կան հանել են, հիմա ես եմ այդ նկարները հանել, ես եմ այստեղ առաջ անգամ եմ ոտոս Դա հանցակազմը նվազեցնում է։ Ինչ հանցակազմ։ Շտաբը, որը գումարներ է տալիս։ Ժորդ, մի վարքան, եկեք հերթով։ Եթե դուք կարծում եք, որ ստեղ ընտրակաշարք է բաժանվել, ուղղորդվելը առանձին բան է, պետք է հասկանալ ուղղորդվել ասած, տակ ինչ եզրույթ է, ինչ նկատի ունեք։ Եթե դուք կարծում եք, որ ստեղ ընտրակաշարք է բաժանվել, դա ուրիշ երևույթ է, եթե կարծում եք, որ նման բան կա, եկեք փորձենք փաստեր հավաքել, հանցագործության մասին հաղորդում տանք, պահանջենք իրավապահները քննեն եւ հետո գնահատենք։ Ժողովուրդ, բայց նկարները լինել չլինելը ու ընտրակաշարք տալը մի քիչ տարբեր բաներ են, չէ՞, տենց։ Մանավանդ առավոտից ամենաակտիվ ընտրատեղամասն է խմբերով։ Ժորդ, այդ մարդկանց այդ շարժի, խնդրահարույց շարժի երևույթը մենք տեսել ենք, այս տարածքում ինչ որ շարժ, մեր համար տարօրինակ շարժ մենք դեռ գիշերվանից ենք տեսել, դեռ կեսգիշերին, այո, հենց այստեղ, հենց չէ որ մենք աչքեր չունենք էլի այս քաղաքում։ Հա, մտնում դուրս է։ Մի վարքան բախաստեց։ Ժողովուրդ, լավ իսկական դուք կոնֆլիկտ եք ման գալ, եկեք դուրս գանք էլի։ Դե լավ չէ, դե իսկականից։ Առաջարկում եմ այն տարածքը մի հատ էլ մտնել, նաև այս տարածքից է վերահսկվում ամբողջ շարժը։ Ժորդ, այդ տարածքի վրա զամոկ է կախած։ Հենց նոր կախեցին, մենք հենց նոր կախեցին, որտեղ Հա, կարող է, բայց հիմա չենք կարող։ Այսպես հեզաճկուն մոտենում է։ Ժողովուրդ, որն է ձեր ասածը, եթե ստեղ ասում եք, չէ, եթե դուք ասում եք, զուգադիպություն գտնենք։ մի րոպե, եթե դուք ասում եք, մի վարքյան, եթե դուք ասում եք, որ ստեղ ընտրակաշարք է բաժանվել, օքեյ, եկեք ապացույցներ հավաքենք, որ ընտրակաշարք է։ Համար պիտի պատասխան տամ, մի սադրեք մեզ։ Բայց ձեր ասածը ո՞ր է։ Մեր ասածը շատ կոնկրետ է, պարոն Յանիսյան, մի անընդհատ մանիպուլացրեք, շատ կոնկրետ։ Թեկնածուի բան է, թաղամասն է սա մեզ ասացին։ Երկրորդը, այստեղ մարդիկ են, որ առավոտից մինչև այս բան նույն մարդիկ վերահսկում են, մարդկային կուտակումները նույն մեկ են, թույլ տվեք ավարտեմ։ Ձեր մատերը ծալեք, հիմա ասում եմ։ Առաջարկում եմ։ Հիմա դուք պետք է հետևեք ձեր բառապաշարին։ Իսկ թվում է արժի դուք հետևեք։ Այստեղ ընտրատեղամաս, լսեք։ Գիտեմ, որ ստեղ էլ կա ընտրատեղամաս, ընդեղ էլ կա ընտրատեղամաս։ Ընտրատեղամասերը խմբերով են գալիս։ Սարիկ Մինասյանի եղբայրը քիչ առաջ Դիտորդ Կոստանտինը հաստատեց, որ Սարիկ Մինասյանի եղբայրը անձամբ է գալիս շրջում այս տարածքում, եւ էլի եմ ասում, կարող եք ինձ բացատրել մի մոտիվացիա Կիրակի օրը չենք տեսել։ Կամ մենք դա չենք արձանագրել, կամ դրա վերաբերյալ մեր հաղորդագրությունների մեջ չկա։ Չէ, դուք հիմա, կներեք, դուք հիմա ինձ ասում եք մի բան, որը մեր հաղորդագրության մեջ կա, սրանից 6 ժամ առաջ։ Իդեպ մենք ենք առաջին արձանագրել, ձեզնից առաջ։ Լավ է կարել, ձեր ջանն էլ սաղելնի։ Չէ, ինձանից ինչ եք։ Նորից զուգադիպությամբ նույն կանայք առավոտից ես։ Չէ, ես ներողություն, մոտեցա։ 20 ժամ մի վայրում հենց այնպես եւ նույն գործողությունն անեք 20 ժամ։ Շորտ ես չգիտեմ, ես մոտեցա, չէ, որ ես կանեք, մի րոպե, երբ որ ես կանեք լրագրողների հետ բազար են անում, ես մոտեցա, չէ, փորձեցի խաղաղություն բան անել։ Հա, մոտեցա, փորձեցի բաժանել, որովհետեւ այդտեղ Մեր հետ աշխատելու փորձ ունենք, ինչի՞ եք դուք սենց ուրիշ դարձել։ Ժորտ, օքեյ, ուրիշ եմ դարձել, հա, ինչ ասեմ։ Կներեք, ինչ վերաբերվում է ստեղ տեղի ունեցող իրադարձություններին, մենք
մի շարք քաղաքական ուժերի վերաբերյալ, տվել են հանցագործության մասին հաղորդումներ, կարծում եմ ես մինչև ժամը 8 երեկոյան ժամը 8 ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը հարգելով քաղաքական ուժերի անուններ չեմ տալիս, բայց ձեր հարցի պատասխանը դուք կարող եք գտնել անկախ դիտորդի հաղորդագրությունների մեջ, որոնք նաև իմ Facebook-յան էջում կան, կարող մտեք տեսնեք, օրինակ այս կամ այն ուժը կա թե չկա։ Մենք փորձել ենք հիմնավորել մի շարք հանցագործություններ եւ մենք տեսել ենք, որ մեր հաղորդումների մի մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ արվել են, մի մասով դեռևս միջոցառումներ չենք տեսել։ Այդ ամեն ինչը մենք կամփոփենք վաղվա մեր ասուլիսի ժամանակ, կամփոփենք, կգնահատենք, դուք էլ կնայեք եւ կտեսնեք այդ գնահատականները։ Ինչ վերաբերում է կուտակումներին եւ տեղամասին մոտ գտնվող ընտրական շտաբին կամ ենթադրյալ ընտրական շտաբին կամ տարածքին, ես իրոք չգիտեմ, սա շտաբա թե տարածքա, որտեղից փաստացի քարոզչական գործունեություն է իրականացում, թե ուրիշ բան է արվում, հա։ Մենք տեսել ենք ստեղ, նորից եմ ասում, դեռ 3 երեկոյանից մենք տեսել ենք ստեղ activity, հա, այսպես ասած, տարօրինակ activity, կեսգիշերնանց activity ենք տեսել, որը մեր համար եւս տարօրինակ է թվացել։ Ինչ է ստեղ տեղի ունենում ներսում։ Արդյոք ստեղ ներսում կա քրեական օրենսգրքով արգելված բաներ թե չէ։ Ես չգիտեմ, ազնվությամբ չգիտեմ, ենթադրում եմ նաեւ դուք չգիտեք։ Առհասարակ sense դեպքերում իմ խորհուրդը բոլորին եւ նաեւ իմ գործընկեր դիտորդներին են, որ տարօրինակ բան ենք տեսնում, փորձենք շատ շուխուր չհանենք, տեսնենք ինչ գործունեություն է, ինչ որ տեղեկություններ հավաքենք, հետո հրապարակենք, հա, որտեղ հրապարակելուց հետո, ինչպես տեսնում եք, հրապարակելուց հետո այլևս չես կարող բացահայտես, էլի տեղի ունեցողը։ Այս տարածքի հետ կապված, այս տարածքը ամեն դեպքում ընտրական օրենսգրքի իմաստով ստեղ տարածք շտաբ լինելը խախտում չի, որովհետև շտաբի հեռավորության սահմանափակում չկա, միգուցե ցավոք սրտի չկա, բայց չկա։ Կուտակումների մասով մի քանի անգամ նույնիսկ ես, մեր դիտորդները, մի քանի անգամ անձամբ ես ոստիկաններին մատնացույց եմ արել 70-րդ եւ 60-րդ տեղամասի 69-րդ տեղամասի